Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ կրկին միասին ենք, իսկ այսօր պատրաստելու ենք անչափ համեղ, նուրբ, հյութալի տորտ, գազարով տորտ, որը շատ համեղ է ստացվում և շատ պարզ բաղադրատոմս ունի։ Կպատրաստեմ և կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով։ Սկսենք պատրաստել, առաջին հերթին կպատրաստենք կրեմը, որպեսզի թողնենք լավ սառի։ Դրա համար ամանի մեջ լցնում ենք շաքարավազը, օսլան, խառնում ենք, բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կտեղադրեմ դեսերնյութի ներքևում, այնուհետև ավելացնում ենք 1 ձուն, նորից խառնում ենք և վերջում ավելացնում ենք թթվասերը։ Ես որոշել եմ թթվասերով պատրաստել կրեմը, եթե չունեք ձեռքի տակ, կարող եք պատրաստել կաթով։ Այս ամենը լավ խառնում ենք, տեղափոխում ենք կրակի վրա, անընդհատ խառնելով, մարմանդ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև սկսի եռալ։ Եռալուց հետո անմիջապես անջատում ենք։ Այնուհետև կրեմը տեղափոխում ենք առանձին տարայի մեջ, վրան ծածկում ենք սննդային թաղանթով և թողնում ենք, որպեսզի լավ սառի։ Բիսկվիտի համար մաքրում ենք 3 միջին չափի գազար և անցկացնում ենք քերիչով։ Քերած գազերը դնում ենք մի կողմ և մանր կտրատում ենք ընկույզը։ Այնուհետև հարիչի ամանի մեջ կոտրում ենք 4 ձուն, ավելացնում ենք շաքարավազը, մի պտղունց աղ ենք անում և հարում ենք այնքան, մինչև զանգվածը լավ փրփրի ու շատանա։ Ահա այսպիսի զանգված ստանալուց հետո անջատում ենք հարիչը, այլևս մեզ հարկավոր չէ, ավելացնում ենք բուսայուղը, ձեռքի հարիչով խառնում ենք, որից հետո իրար ենք խառնում 4 բաղադրիչները, ալյուրի վրա լցնում ենք սոդան, վանիլինը և դարչինը ըստ ճաշակի, կարող եք չավելացնել, եթե չեք սիրում դարչինի համը։ Եվ մաղում ենք զանգվածի վրա։ Եվ շարունակություն անում ենք այնպես, ինչպես ցույց եմ տալիս տեսանյութում։ Եվ ահա մեր բիսկվիտի խմորը գրեթե պատրաստ է, այստեղ ավելացնում ենք 1 նարինջի կեղևը և կես նարինջի հյութը։
Վերջում գեղեցիկ գույնի համար ես այստեղ կավելացնեմ նարնջագույն գույն, ավելի գեղեցիկ բիսկվիտ ստանալու համար։ Եվ վերջ, մեր խմորը պատրաստ է, միացնում ենք ջեռոցը, տաքացնում ենք 170 աստիճան, խմորը բաժանում ենք երկու մասի և թխում ենք մոտավորապես 15-ից 20 րոպե։ Ահա մեր պատրաստի բիսկվիտը, այն տեղափոխում ենք և հեռացնում ենք յուղաթուղթը, թխում ենք նաև հաջորդ շերտը։ Թողնում ենք, որպեսզի շերտերը նույնպես սառչեն, իսկ այժմ ավարտում ենք մեր կրեմի պատրաստումը։ Դրա համար հարիչաման մեջ լցնում ենք սերուցքը, հարում ենք այնքան, մինչև լավ պնդանա։ Որից հետո եփած կրեմը ավելացնում ենք սերուցքին և խառնում ենք ձեռքով։ Վերջում ավելացնում ենք վանիլին և մեր շատ համեղ և նուրբ կրեմը պատրաստ է, այն շատ թեթև է ստացվում։ Եվ սկսում ենք հավաքել մեր տորթը ըստ ճաշակի, ես կողքից հավասարեցնում եմ, որպեսզի վերջում նաև զարդարելու համար օգտագործեմ փշրանքը։ Վերջ, մեր տորթը պատրաստ է, այն տեղափոխում ենք սառնարան ամենաքիչը 2 ժամով, 2 ժամից կարող ենք կտրատել և համտեսել։ Ահա և վերջ, սիրելի հետևորդներ, այսօր էլ պատրաստեցինք այսպիսի համեղ և նուրբ գազարով տորթ։ Եթե հավանեցիք իմ տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը։ Մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութում։